Խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, մենք ոնց որ մեր մի շահը մյուս շահի հետ փոխել չենք կարող։ Ում եւ ինչ գնով է պետք խաղաղությունը, Բաքուն շարունակում է օգտագործելով Զանգեզուրի միջանցք ձևակերպումը պնդել, որ առանց դրա բացման ու Հայաստանի սահմանադրության փոփոխության չի կարող խաղաղություն հաստատվել։ Ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար անհաջող առաջնորդն է այդ երկրի։ Ստախոս, տգետ, խառնակիչ։ Հենց այդպիսի իշխանության դեմ է պայքար սկսել Հայաստան դաշինքը, Վանաձորում աջակիցներին ասել է քաղաքական ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը եւ վստահեցրել պլան B-ի կարիք չի լինելու։ Հայ ազգային կոնգրեսը միանում է ընտրարշավին վարչապետի իր թեկնածուով ու մեկ նպատակով։ Ամեն ջանք պետք է գործադրվի, որ այս ճակատագրական պահին մեր ժողովուրդը կարողանա ազատվել այս ապաշնոր տգետ կառավարումից։ Ով ասում է հարուստ եմ, տենց ուժեղ եմ հարուստ եմ, ասում դե կառուցի քեզ համար ճանապարհ, օդանավակայան կառուցի։ Ում է դիմում Հայաստանի վարչապետը, եթե երկրում յուրաքանչյուր 4-րդ մարդը աղքատ է համարվում։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրի ամփոփիչ թողարկումը եւ մինչ անոնսված թեմաներին անցնել է մի հրատապ լուր, Նուբարաշենի աղբավայրում պայթյուն հրդեհ է եղել եւ երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավոր են աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանը եւ աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։ Աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի հույսը վառելիս պայթյուն տեղի ունեցել հավանաբար կուտակված գազերի պատճառով։ Շարունակենք իշխանությունն այսօր արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի խաղաղությունը հնարավոր չէ, քանի դեռ նրա խոսքով Զանգեզուրի միջանցքը չի բացվել, Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել։ Արդյոք Հայաստանն էլ պատրաստվում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պայմաններ դնել Ադրբեջանի առաջ, օրինակ գերիների վերադարձ, Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի դեօկուպացիա։ ԿՊԱ-կան պատգամավոր Թագուհի Ղազարյանը դա բացառել է, քանի որ իր խոսքով խաղաղության պայմանագիրը առաջին հերթին Հայաստանին է պետք։ Մինչև որտեղ եւ երբ է ԿՊ-ն պատրաստվում միակողմանի զիջումներ անել ընդամենը խաղաղության մասին նախնական պայմանավորվածության համար, ու արդյոք ԿՊԱ-կան պատգամավորի հայտարարությունը այն մասին չէ, որ իրենք պատրաստ են ցանկացած գին վճարել խաղաղության հասնելու համար։ Ադրբեջանի հետ բանակցող ԿՊԱ-ականները չեն ուզում կրակել իրենք իրենց ոտքին, Բաքվի առաջ նախապայմաններ դնելով։ Մենք չենք կարող ասել մենք կկրակենք մեր ոտքին, եթե չանեք այնինչ մենք ուզում ենք։ Բայց Բաքուն անում է այնինչ ուզում է։ Ուրբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը նորից օգտագործելով Զանգեզուրի միջանցք ձևակերպումը պնդել է, որ առանց դրա բացման ու Հայաստանի սահմանադրության փոփոխության չի կարող խաղաղություն հաստատվել։ ԿՊԱ-կան պատգամավոր Թագուհի Ղազարյանի համոզմամբ իրենք չեն կարող ադրբեջանական նախապայմաններին նախապայմաններով պատասխանել, որովհետև խաղաղությունը, որի շուրջ բանակցում են, իրենց է պետք։ Խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն։ Խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, մենք ոնց որ մեր մի շահը մյուս շահի հետ փոխել չենք կարող։ Արդյոք ԿՊԱ-կան պատգամավորի հայտարարությունն այն մասին չէ, որ Հայաստանը գիտակցելով պատերազմից հետո իր թուլացած վիճակը պատրաստ է հանուն խաղաղության թանկ վճարել, զիջել, ինչ հնարավոր է։ Ես լավ չեմ կարողանում պատկերացնել մի իրավիճակ, երբ որ երկու երկիր իրար հետ կնքում են, նախաստորագրում են ակնկալիքով, որ հետո ստորագրելու են խաղաղության պայմանագիր եւ պարզվում է, որ դա ընդամենը կողմերից մեկին է պետք։ Ես ճիշտ եմ հասկանում ձեզ, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չի։ Հայաստան խմբակցության պատգամավորի հարցը հնչել է խորհրդարանում։ Ղազարյան, ձեր ասածից կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանին պետք չի խաղաղության պայմանագիրը, դա հենց մեզ է պետք։ Ես չգիտեմ Ադրբեջան պետք է թե չէ, դե պետք է գնանք Ադրբեջանին հարցեք։ ԿՊԱ-կան պատգամավորը իր խոսքով ակնհայտորեն փաստում է, որ ոչ մի խաղաղության գործընթաց էլ իրականում չկա, սա ընդհանրապես քարոզչական նախընտրական քարոզչություն է։ Թագուհի Ղազարյանին լրագրողական թակարդից հավանաբար փորձում էր փրկել նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը, պնդելով, թե Երևանն ու Բաքուն ինչ ուզում են, գրել են ստորագրված փաստաթղթերում, դրանից դուրս պայմանավորվածություններ չկան։ Կարճ լրացում էլ անեմ, այն ինչ պետք է մեզ կամ այն ինչ պետք է Ադրբեջանին կամ այն ինչի շուրջ համաձայն ենք եւ մենք եւ Ադրբեջանը,
հստակ սևով սպիտակի վրա արտահայտված է Ընդդիմությունը վստահ է, որ սևով սպիտակի վրա գրվածով չեն սահմանափակվում Բաքվի հավակնությունները։ 2 օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչը ասել է, որ նախապայման է ստորագրման սահմանադրության փոփոխությունը։ Այդ թղթի մեջ սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Ստացվեց, որ այդ թղթի մեջ ամեն ինչ չի գրած։ Մենք տեսնում ենք, որ հենց Ալիևն է ուզում բանակցել արդեն իսկ նախաստորագրված փաստաթուղթը դնելով իր անվերջանալի պահանջները։ Ակնհայտ է, որ Ալիևը պահանջ է դրել փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հրաժարվել մեր ինքնությունից, խոսք է գնալու ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու մասին։ Անգամ ԿՊ-ի նախընտրական ծրագրի կաթողիկոսի հեռացման մասին կետը Բաքու-Անկարա տանդեմի պարտադրանքն է Խամոյանի համոզմամբ։ Ես չեմ բացառում, որ դա եւս Ալիևի եւ Էրդողանի պահանջն է։ Ի վերջո Հայաստանի վարչապետի վստահությունը Ադրբեջանի նախագահի նկատմամբ այնքան մեծ է, որ նա մեր երկրի անվտանգության երաշխավոր է հռչակել Ալիևին։ Լիլիթ Սարգսյան, Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Թուրքիայում ընթացող Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը կրկին խոսել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին։ Սակայն թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում Հաջիևը նորից է հայտարարել, որ խաղաղությունը հնարավոր չէ, քանի դեռ նրա խոսքով Զանգեզուրի միջանցքը չի բացվել, Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել։ Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը տաղավարում է, փորձենք հասկանալ ինչ է նշանակում Հաջիևի այս հայտարարությունը։ Ողջույն Ողջույն Ծովինար։ Փաստացի Բաքուն շարունակում է նախապայմաններով, ավելի ճիշտ սպառնալիքներով խոսել Հայաստանի հետ։ Սա նշանակում է, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, թե պարզապես Ադրբեջանը առիթը բաց չի թողնում այսպես կոչված խաղաղության գինը բարձրացնելու համար։ Ծովինար Հաջիևի խոսքից երևում է, որ Բաքուն չի հրաժարվում հին մարտավարությունից։ Մի կողմից խոսում է իբրև հաստատված խաղաղությունից, մյուս կողմից նոր պահանջներ է դնում Հայաստանի առաջ։ Նույնիսկ այն պահին, երբ թվում է կարելի է խոսել ավելի հանգիստ ու գործնական, ադրբեջանական կողմը նորից թեման տանում է դեպի նախապայմաններ։ Սա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ լուրջ փոփոխություն չկա։ Այո, կարելի է ասել, որ ինչ-որ շփումներ կան, առաջիկայում չի բացառվում լիարժեք առևտուրը, ինչպես ասում են Հայաստանի իշխանությունները, ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակն էլ Հայաստանը ստացել ընդամենը 4 օր առաջ, այսինքն հայ-ադրբեջանական հարաբերություններում այո, փոքր տեղաշարժեր կան, բայց քաղաքական լեզուն ըստ էության մնում է նույնը։ Եվ հենց այստեղ է խնդիրը, արտաքինից թվում է խաղաղության գործընթաց կա, բայց ճնշման նույն գիծն է առաջ տանում Բաքուն, փորձելով միաժամանակ երկու բան անել։ Ցույց տալ, թե կարգավորման կողմնակիցն է, բայց նաև պահել Հայաստանի վրա ազդեցության լծակները։ Հաջիևի այս հայտարարությունը հենց այդ մասին էր։ Արման, այս շաբաթ մի ուշագրավ իրադարձություն էլ տեղի ունեցավ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները համատեղ հայտարարություն տարածեցին 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ազալ ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման մասին։ Արդյոք սա նշանակում է վերջին շրջանում Ռուսաստան-Ադրբեջան բավականին լարված հարաբերությունների մեղմացում։ Ծովինար կարող ենք ասել, որ Բաքուն հասավ իր նպատակին, Ռուսաստանը պաշտոնապես ընդունել է իր սխալը, որ իր օդային տարածքում հոբ համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով է կործանվել ադրբեջանական ավիաուղիներին Ազալին պատկանող ինքնաթիռը։ Մոսկվան ու Բաքուն փաստորեն պայմանավորվել են ողբերգության ամենազգայուն հարցերի շուրջ, պատասխանատվության ձևակերպման, փոխհատուցումների եւ ընդհանուր քաղաքական եզրակացության մասին։ Ընդ որում, արդեն հրապարակայնորեն ասում է, որ այս համաձայնության հիմքը դրվել էր դեռ անցած տարվա հոկտեմբերի 9-ին, երբ Դուշանբեում հանդիպել էին Պուտինն ու Ալիևը։ Հիմա այդ պայմանավորվածությունը փաստորեն քաղաքականապես ձևակերպվել է։ Արման, այս ամենը կարող է կապված լինել հայ-ռուսական վերջին շրջանում լարված հարաբերություններով, թե Մոսկվան պարզապես այս կերպ փորձում է պահել իր ազդեցության լծակները։ Քիչ հավանական եմ համարում, որովհետև ինչպես նշեցի, այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարի Դուշանբեում, բայց նաև չեմ բացառում, որ Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերությունները բարեդրացիական պահելու համար։ Արման, արդյոք դրա հետ են կապված Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունները։ Կարծես նա է ռուս-ադրբեջանական հարաբերություններում, այսպես ասենք, ձնհալի պատասխանատուն։
Հայոց Զովինար, նա կարծես ամեն անգամ հայտնվում է այն պահերին, երբ Մոսկվայի ու Բաքվի միջև պետք է ոչ շատ աղմկոտ, բայց շատ գործնական մի փուլ առաջ տանել։ Երեկ էլ նա օկուպացված Արցախի Կովսական քաղաքում էր։ Ճիշտ է, Օվերչուկը հայտարարություններից, պարզ է դառնում կներեք Օվերչուկի հայտարարություններից, որ նա հիմնական շեշտը դրել է տնտեսական հարաբերությունների վրա, առևտուր, համագործակցություն, կապերի վերականգնում, բայց իհարկե ամենակննարկվող մասը թերևս նրա այն խոսքն էր, որ Ռուսաստանում աճում է ադրբեջաներենի ուսումնասիրման պահանջարկը։ Դա Ադրբեջանում բավականին ջերմ է ընդունվել, որովհետև այստեղ նրա հայտարարությունը ընկալվել է ոչ միայն որպես լեզվական ու կրթական ծրագիր, այլ որպես Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության նշան։ Իսկ ինչ առիթով էր ռուս պաշտոնյան օկուպացված Արցախ գնացել։ Կովսականում Ալեքսեյ Օվերչուկը մասնակցում էր Ադրբեջան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստին, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ։ Շնորհակալություն Արման, սիրելի հայրենակիցներ, տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցում էի Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Հայաստանի անվտանգային խնդիրներից մինչև տարածաշրջանային զարգացումներ Վանաձորում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ բաց է խոսել քաղաքացիների հետ, ներկայացնելով իր առաջնորդած քաղաքական ուժի Հայաստան դաշինքի առաջնահերթությունները։ Դավաճանների դեմ պայքարում պլան B չունի նախագահ Քոչարյանը, որովհետև համոզված է պլան A-ն հաջողություն է ունենալու։ Լիլիթ Խալաթյանը կպատմի։ Աղուհացով են դիմավորում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Վանաձորում։ Արցախի առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան։ Խորհրդանշական հանդիպում է, ասում է Քոչարյանը։ Հենց այստեղից Վանաձորից է սկսվել երկրորդ նախագահի քաղաքական կարիերան։ 1989 թվականին ընտրվել, իսկ 1990-ին վերընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մենք առաջին մուտքը, այսպես ասենք, ազգային ազատագրական պայքարից դեպի քաղաքականություն եղել է սկսել է այստեղ։ Վանաձորցիների հետ հանդիպումը իր հարցով է սկսում երկրորդ նախագահը։ Հարցս այսպեսին է, ձեր կարծիքով ո՞րն է ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար։ Ստի իրականությունը։ Այսօր ստի իրականությունը։ Դավաճան իշխանությունն է պետության մեծագույն սպառնալիքը։ Դահլիճից հնչող պատասխանը հաստատում է Քոչարյանը։ Նկատում, հենց այդպիսի իշխանության դեմ է պայքար սկսել Հայաստան դաշինքը։ Ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար անհաջող առաջնորդն է այդ երկրի։ Ստախոս, տգետ, խառնակիչ։ Յուրաքանչյուր երկրի համար, որովհետև նման առաջնորդնի վնասը կրկնակի վնաս է։ Առաջինը քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդին մի զանգվածը մյուսի դեմ, բաժանում է սև ու սպիտակների եւ այլ, խառնում է ընդհանրապես ինստիտուցիոնալ կառավարումը երկրում։ Եվ ամենավտանգավորը, որ Հայաստանում կա, իշխանությունն է, որ կարծում է, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Իշխանավորների հայտարարություններն է հիշեցնում Ռոբերտ Քոչարյանը։ Սա նույնն է, որ օրինակ պատկերացրեք Պաղեստինայի ժողովուրդը հայտարարի, որ իրենց անվտանգության երաշխավորը Իսրայելն է եւ վարչապետ Նեթանյահուն։ Այն ամեն ինչից հետո, երբ ինչ կատարվեց այնտեղ, 70,000-ից ավել զոհ, որից 2/3-ը կին եւ երեխա է։ Հնարավոր է այսպիսի բան։ Ուղղակի հնարավոր չէ։ Ինչի համար է սա արվում։ Մեկ պարզ բանի համար, որ խաղաղության թեման դառնա մահակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի վրա ճնշելու համար, կամքին հարվածելու համար։ Այլ բացատրություն այստեղ չկա։ Խաղաղությունը չպետք է դառնա սպառնալիք, խաղաղությունը չպետք է ասոցացվի այս կամ այն մարդու դեմքի հետ, բացատրում է երկրորդ նախագահը։ Ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, ինչ եք կարծում դուք այդ պատերազմի մասին, կլինի ասել դա թե չէ։ Նու Ալիևը իրեն հարմար իշխանության
անկումից հետո կգնա այդ քայլին թե չէ, ու ինչքանով մենք պատրաստ կլինենք այդ պատերազմին ընտրություններից հետո։ Բացառում եմ ընդհանրապես պատերազմի վտանգը իրենք ուռճացնում են մեկ նպատակով այդ մահակը ձերքին ունենալու ձեր կամքի վրա ազդելու վրա ձեզ ճնշելու վրա ինչ չեմ վախեցնում ձեզ եմ վախեցնում հիմա դուք ինքներդ ձեզ պիտի հարց տաք ես վախկոտ եմ ես վախեցա թե չվախեցա հիմա ինչ վերաբերում է պատերազմ կամ խաղաղություն մեր մոդելը հետևյալն է պետք է երաշխավորված խաղաղություն երաշխավորված խաղաղությունը նշանակում է մեկ բան ինչ ենք մենք ասում որ խաղաղությունը կախված չլինի Քոչարյանից Փաշինյանից կամ որևէ մեկ այլ անձից խաղաղությունը որը կախված է մեկ անձից դա խաղաղություն չէ դա խաղաղություն չէ իսկ ինքը չի ուզում այսպիսի խաղաղություն քանի որ ինքն է պայմանավորվել Ալիևի հետ այդ խաղաղությունը պարտադիր կերպով սվարկայով կապված լինի իր անվան հետ որ ինքը երբ գան ընտրական ինչ-որ ցիկլեր, ինքը կաղն է ասի, բայց այս խաղաղությունը իմ հետ է կապված։ Խաղաղությունը փորձում ասարկել իր ազնական բրենդը։ Մինչդեռ իր ազնական բրենդը դա պատերազմն է եւ արհավիրքները։ Հիմա սխեման սա է, չի լինելու, այսպես ասեմ։ Ես ոչ թե վստահ եմ, ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ նույնիսկ խոսակցությունը պատերազմի մասին վերանա։ Որ երեք ուղություններն են առաջին հերթին փոխվելու խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի հաղթանակի դեպքում հարցնում է Լորեցի երիտասարդը։ Պարոն Քոչարյան, եթե այսօր ստանձնեք Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը, որ երեք ուղություններով կսկսեք փոփոխություններ կատարել։ Առաջերտին անվտանգություն։ Նայեք, անվտանգությունը այն հարցն է, որի չլուծման դեպքում բոլոր ուրիշ հարցերը վտանգված են։ Երկրորդ հարցը սա այն տնտեսական խնդիրներն է, որոնք այսօր կուտակվել են։ Անհամաչափ զարգացում գյուղ-քաղաք, անհամաչափ զարգացում մայրաքաղաք տարածքներ, սա ինչ որ չափով սկսում է նաև վտանգել խփել անվտանգությանը։ Եվ մյուս կոմպոնենտը երրորդը դա այդ մթնոլորտի վերացումն է, որը այսօր Հայաստանում ստեղծվել է, ատելության մթնոլորտ։ Ատելության մթնոլորտը պիկին է նաև Վանաձորում, հաստատում է այս տիկինը։ Ես այս սերունդն եմ, որ տեսել է պատերազմներ, երկրաշարժ, ցուրտ տարիներ, բայց այսքան ատելություն մարդկանց մեջ երբեք չեմ տեսել, նույնիսկ այն ամենավատ տարիներին մարդիկ հոգատար էին։ Նախկինում խնամքով ստեղծածից ոչինչ չի մնացել Վանաձորում, ցավով հայտնում են հավաքվածները, արդյունաբերական գործարանները չեն աշխատում, լորեցիներն արտագաղթում են մարզից, աշխատանք փնտրում ամենամոտը Երևանում։ Երևանում այսօր ավելի քան 1/3-ն է ապրում Հայաստանի Հանրապետությանը եւ եթե այս տենդենսը շարունակվի, մի 5-10 տարի հետո ուղիղ կեսը բնակչության հայտնվելու է Երևանում։ Դրա համար ինչ պետք է անենք։ Պետք է այնպես անենք, որ օրինակ Վանաձորում, Լոռու մարզում լինեն աշխատատեղեր, ապրելը հետաքրքիր լինի։ Քաղաքը եղել է լուրջ արդյունաբերական քաղաք, պետք է փորձենք աշխատատեղեր ստեղծել եւ հաշվի առնելով ձեր բնությունը պիտի փորձենք ամեն ինչ անել, որ նաեւ դառնա լուրջ տուրիստական կենտրոն։ Մինչև հիմա Սպիտակում կան երկրաշարժից անտուն մնացած մարդիկ։ Սպիտակցի տղամարդը խնդրում է երկրորդ նախագահին վերադառնալ ու շարունակել սկսած գործը։ Սպիտակի երկրաշարժից հետո մեր Սպիտակ քաղաքը հիմնովին ավիրվեց։ Դրանից հետո ձեր առաջնորդությամբ պետական սեկտորի բնակիչները երևի բոլորն ստացան։ Շատ քիչ մարդիկ մնացին ձեր ղեկավարած տարիներին, որ մնացին անտուն։ Իսկ սեփական սեկտորը, սեփական բնակարան ունեցող մարդիկ, մինչև օրս մոտ 600 ընտանիք առանց տուն են ու չեն ստացել պետության կողմից ոչ մի բան։ Այդ հարցը այդ գործում ես լավ եմ։ Շնորհակալություն։ Ես չգիտեի, անկեղծ ես չգիտեի, որ 600 ընտանիք մնացել է։ Իմ
ինֆորմացիայով ինձ թվացել է, թե Սպիտակում մենք ամբողջությամբ հարց փակել ենք։ Եթե մնացել է, ուրեմն դա պարտք է մնացել։ Ես պարտք եմ։ Սպիտակին այդ հարցը անպայման լուծվել է։ Բոլոր հարցերն են լուծում ստանալու, եթե դաշինքը հաղթի խորհրդարանական ընտրություններում, վստահեցնում է երկրորդ նախագահը։ Իսկ պլան B կա, հարցնում են հանդիպման մասնակիցները։ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, նույնիսկ միտքը պլան B-ով ծանրաբեռնելու կարիք չկա։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածեմ պլան B-ով ծանրաբեռնեմ ինքս ինձ, որովհետև մեծ համոզմունք ունեմ, որ պլան A-ն հաջողություն է ունենալու։ Պետք է փորձենք նաև որոշակի կրեատիվ ինչ-որ մոտեցումներ մենք ցուցաբերենք, որ տրենդային դառնա գնալ քվարկել։ Սա ուրիշ բան չկա, մենք հեծանիվ չպետք է ունենանք։ Ընտրություններին կարող են չմասնակցել միայն նրանք, ովքեր գոհ են ներկա իրավիճակից, ասում է երկրորդ նախագահը։ Մասնակցությունը անպայման բերելու է փոփոխություն։ Այս իրականության հետ հաշտ առավել եւս երջանիկ չեն կարող ապրել տուն ու տեղը թողած Արցախից բռնագաղթած հայերը, հուզված հայտարարում է մի արցախցի տղամարդ։ Ես ամեն գիշեր 3-4 անգամ արտանում եմ ու ափսոսում եմ, որ արթնացել եմ, որովհետև երազից եմ արտանում ես։ Արտանում եմ, որովհետև մեկ Շահումյանի Գերիշեն գյուղի Սպիտակ աղբյուրի մոտ է բիբթակը գերդերի հետ։ Մեկ չգիտեմ Մարտակերտի ես ինչ հատվածում, մեկ են հատվածում։ Արցախ վերադարձ լինելու է, Վանաձորում էլ չեն մոռանում ամենաբարդ հարցն ուղղել Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահին։ Մենք հիմա պետք է պայքարենք վերադարձի իրավունքի ճանաչման համար։ Այսօր Հայաստանի իշխանությունը ընդհանրապես դրանով ոչ թե չի զբաղվում, այլ հայտարարում է, որ այդ հարցը անընդմեջ փակված է։ Վերադարձի թեման չի կարող փակվել, վստահեցնում է երկրորդ նախագահը։ Քաղաքացիները ոգևորվում են հայրենիք վերադառնալու փոքրիկ հույսի մասին լսելիս։ Ոչ եմ անում, պարոն Քոչարյան, դուք 21 թվականին ցայտ չտվեցիք, սիրելի արցախցիներ։ Ռոբերտ Քոչարյանին 23 թվականի սեպտեմբերի 10-ին ունեցանք։ Հիմա գոնե վերադարձի հույսը, ինչպես ես եմ կապում, մի կողմ շպրտեք այդ փեշի վրայի քարերը, կոչ եմ անում բոլոր արցախցիներին, Կոտայքի մարզում կլինի, այս հատվածում կլինի, Երևանում կլինի, այս անգամ ձայն տվեք այն մարդուն, բա ինչպես Մարկեսի մոտը հայ գչուրասմա, բա մի թանկ շիրի մեջ ունեք ձեր հայրենիքում։ Ես կոչ եմ անում բոլոր Հայաստանի բնակիչներին, ոչ միայն արցախցիներին, քվարկելի մոքսի։ Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայ ազգային կոնգրեսն այսօր հաստատել է կուսակցության նախընտրական 60 հոգանոց ցուցակը։ Գնում ենք կռվի, ճակատամարտի, ասել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, այդ ցուցակը համարելով մարտունակ։ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը արդյունք չեն տվել։ Վճռական ճակատամարտ է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անվանում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Մենք գնում ենք կռվի, ճակատամարտի, մտնում ենք պայքարի մեջ։ Մենք ցույց ենք տալու մեր տեսլականը Հայաստանի եւ շատ վճռական ենք տրամադրված։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն ոգևորված է իրենց նախընտրական ցուցակով։ Հայաստանի առաջին նախագահի թիմի հնաբնակներն են ցուցակի թոփ տասնյակում։ Իրենց առաջ դրված համար մեկ խնդիրը Չարիքի իշխանության Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ասում է Զուրաբյանը։ Մի մարդ, որը արդեն սահմանությունը օրենքը դրել է տակը եւ հաստատում է անձն իշխանությունը, խափում է ժողովրդին։ Ամեն ջանք պետք է գործադրվի, որ այս ճակատագրական պահին մեր ժողովուրդը կարողանա ազատվել այս ապաշնոր տգետ ինչ ասեմ, վտանգավոր բախտախնդիր կառավարումից։ Հայ ազգային կոնգրեսի արտահերթ համագումարում բացի կուսակցության նախընտրական ցուցակից ներկայացրել են նաև Հայաստանի առաջիկա 5 տարիների կառավարման ծրագիրը։
Պետք է ջարդել Փաշինյանական մանիպուլյացիաների պատը, պնդում են կոնգրեսականները։ Բլեֆ է ըստ Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի կաբինետի պնդումը, թե Հայաստանի էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացիայի են ենթարկելու։ Խնդիրը հետևյալն է՝ փակել հայկական ատոմականը, որին համաձայնվել է այսօրվա մեր իշխանությունները, ստեղծել ամերիկյան կամ այլ երկրների, որոնք ստեղծված չեն, չկան գոյություն չունեն, մոդուլային ատոմականներ, արդյունքում մենք չենք ունենում ատոմային կայան, էլեկտրոկայան, Թուրքիան ստեղծում է իր ատոմային կայանը ռուսական տեխնոլոգիայով, ռուսական աջակցությամբ, բավականին հզոր, եւ մենք, որ հիմա արտահանող երկիր ենք, դառնալու ենք ներմուծող երկիր։ Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ոչ միայն նոր խորհրդարան է ընտրելու, այլև իր ընտրությամբ պետք է ապացուցի, որ տեր է անկախությանը, ինչպես 35 տարի առաջ։ Թե թողնելու ենք Նիկոլը մեզ ադրբեջանացնի, թե թողնելու ենք Հայաստանը դառնա վիլայեթ Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Եվ ամենևին սա չափազանցություն չի։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Լուսավոր Հայաստանը Հայաստանի նախագահի պաշտոնում հոգևոր դասի ներկայացուցիչ է առաջարկում։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյան այդ պաշտոնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին է տեսնում։ Մարուկյանի ղեկավարած կուսակցությունը այսօր համագումար է արել։ Նախընտրական պայքարի մեջ մտած քաղաքական ուժի ներկայացուցիչները վստահեցնում են, չի լինելու որևէ քաղաքացի, որ անտեղյակ մնա իրենց ծրագրից։ Այն հասարակությանը ներկայացնելու են լրատվամիջոցների, մարդկանց հետ հանդիպումների միջոցով։ Ընդդիմադիր գործընկերների հետ կամուրջները չեն այրելու։ Այս ընտրություններով որոշվելու է Հայաստանը որպես հայկական պետություն մնալու է թե չի մնալու։ Այսինքն այս ընտրությունները պետության բովանդակության մասին է։ Ոչ թե կոնկրետ վերծրած առանձին կենսաթոշակային տարիքի հասած մարդու թոշակի, այլ պետության բովանդակությունը պաշտպանում ենք, թե պետության բովանդակությունը գնում ենք կորցնելու ճանապարհով։ Սրա մասին է այս ընտրությունները, եւ ահա նաեւ դա է պատճառը, որ մենք մտել ենք ընտրապայքարի մեջ։ Մենք անպայման մեր գաղափարները, մեր մոտեցումները մարդկանց ներկայացնելու ենք, հնարավորինս հանդիպումների եւ մեդիա դիտույթում մեր ակտիվությամբ եւ անելու ենք ոչ տրադիցիոն քարոզարշավ։ Ուրբաթ երեկոյան քննչական կոմիտեն հայտնել է, որ հակակոռուպցիոն դատարանի բակից բերման ենթարկված 17 մարդիկ ձերբակալվել են։ Ըստ հաղորդագրության ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։ Նիկոլ Փաշինյանը կարծես տանել չի կարողանում ուժեղ եւ հարուստ բառերը։ Ամենաուժեղն ու ամենահարուստը պետությունն է, հայտարարել է Փաշինյանը ըստ էության իրեն նույնականացնելով պետության հետ։ Եվ ուրեմն ով կարծում է, որ ինքը ուժեղ ու հարուստ է, թող իր համար օրինակ ճանապարհ կառուցի ու երթևեկի։ Ապրելու նոր բանաձև է կառավարության ղեկավարը առաջարկում երկրի մեծահարուստներին, իսկ շարքային քաղաքացիներին ասում՝ դպրոց եք ուզում, ՀԴՄ պահանջեք։ Կառավարության այսօրվա նիստին Արփի Սուքիասյանն է հետևել։ Գզիրն ընկավ, դռնեդուր, էլ չթողեց, տունկտուր։ Մկների ժողովը կառավարության նիստին է հիշել վարչապետը, երբ քննարկում էին օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր բարձեցնելու հարցը։ Այնտեղ հավաստագիր է, ասենք Միշլենի բանը, աստղը։ Արտգործնախարարն առաջարկում է աստղավորել խանութները։ Օրինապահ հարկ վճարողական լավագույն հարկ վճարող 2025, ասենք թե դա հավելյալ գրավչություն եւ քարոզչություն կարող լինի։ Հիմա on-line գործիքներ էլ կան, մարդիկ հաճախորդներ իրան կարող են գնահատել ի վերջո նայ։ ՀԴՄ տվեցին, չտվեցին, այս արին չարի։ Կա ՀԴՄ, կա դպրոց, չկա ՀԴՄ, չկա դպրոց, ասում է վարչապետը։ Ավելացնում մարդիկ կպահանջեն ՀԴՄ կտրոն, կունենան բարեկեցություն, չեն պահանջի, չեն ունենա։ Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստը Հայաստանի Հանրապետությունն է։ Պետությունը պետք է լինի ամենահարուստը, ասում է Փաշինյանը։ Ինչու, որովհետև այդպես է ճիշտ, թե որ ինքն է պետությունը ղեկավարում։ Նման հարցերի վարչապետը չի անդրադառնում։ Սրանից հետո պետք է ասել, ով ասում է հարուստ եմ, տենց ուժեղ եմ, հարուստ եմ, ասում դե կառուցի քեզ համար ճանապարհ։ Օդանավակայան կառուցի, ճանապարհ կառուցի, ուր գնում ես միայն քո կառուցած ճանապարհով։ Էլ չեմ ասում, եթե ես չընդունեմ, եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, բանն է մնալու, այդ ձեր Բենթլիներից
հետևի ստոպ ֆարնա մնալու, ուրիշ ոչի բան չի մնալու այն եկամուտները։ Իր վարձատրությունը ամսական 3 միլիոն դրամի հասցրած պաշտոնյաներին մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար բաժանող Փաշինյանն է քննադատում հարուստներին։ Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes քշողը նպաստ ստացել։ Բայց 8 տարի է ԿՊՆ իշխանության, խնդիրը լուծված չէ։ Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը համարվում է աղքատ։ Ես կարող եմ խոստանալ, որ բոլոր հարցերը կլուծվեն, բայց ես մի պայման ունեմ, որ տվյալ բնակավայրի բնակիչները երբեք որևէ գնում անելիս խանութից դուրս չեն գալու առանց հսկիչ դրամարկային կտրոն վերցնելու։ Նիստի ժամանակ ինչ որ մի պահից այսօր նկավ ԱԱԾ տնօրենը։ Յոգայում ասում են, մատներն այդպես են դասավորում, շունյա մուդրային անում, երբ ուզում են նվազեցնել ներքին լարվածությունն ու դատարկության կամ անկառավարելի մտքերի զգացումը։ Արփիս Քեսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Թողարկման երկրորդ մասին անցնելուց առաջ եւս մի լուր Սմբատ Լպուտյանը ազատ է արձակվել, նրան մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի ձերբակալված աշխատակիցների թվում էր նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի համաձայն մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը եւ մյուս աշխատակիցները ձերբակալվել են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Իրանը նորից փակել է Հորմուզի նեղուցը, Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է պայմանավորվածությունը չհարգելու համար։ Հորմուզի նեղուցի շրջափակումը մնում է ուժի մեջ եւ մարտական գործողությունները կվերսկսվեն։ Արդյոք Իրան-ԱՄՆ բանակցությունները այս հարցը եւ նեղուցի վիճակը կքննարկեք իրանագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Կգործի արդյոք թրիփը ուղու արդյունավետ գործարկման միակ տարբերակը այդ նախագծում Իրանին բարեկամ երկրների ներգրավումն է համարում Ռոբերտ Քոչարյանը, հակառակ դեպքում Թրիփը շատ մեծ հարցականի տակ է։ Համաշխարհային էներգակիրների գները զսպելու համար է Վաշինգտոնը երկարաձգել ռուսական նավթի դեմ պատժամիջոցների կասեցումը։ Երկրները կարող են եւս մեկ ամիս ռուսական նավթ գնել, չվախենալով ԱՄՆ պատժամիջոցներից։ Իրանը չեղարկել է Հորմուզի նեղուցը բացելու ընդամենը ժամեր առաջ կայացրած որոշումը, այս մասին հայտնում է Ֆարս լրատվական գործակալությունը։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտնել է, որ նեղուցը կրկին գտնվում է ռազմական խիստ հսկողության տակ։ Թեհրանը Հորմուզը բացել էր Լիբանանում հաստատված հրադադարից հետո եւ հայտարարել, որ եթե Միացյալ Նահանգները չդադարեցնի Իրանի ծովային շրջափակումը, պատասխան գործողություններ կձեռնարկի։ Դոնալդ Թրամփը ողջունել էր Հորմուզի բացումը, բայց նաեւ ասել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչեւ վերջնական համաձայնության հասնելը։ Ցավոք մենք կրկին ստիպված ենք լինելու ռումբեր նետել։ Հորմուզի նեղուցի շրջափակումը մնում է ուժի մեջ եւ մարտական գործողությունները կվերսկսվեն, եթե մինչեւ չորեքշաբթի Իրանի հետ համաձայնության չհասնենք։ Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին կզրուցենք վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո Սաթենիկ։ Բարի երեկո Սաթենիկ։ Այսօր հայտնի է դարձել, որ Իրանը փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ մասնակիորեն բացել է նաեւ իր օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար։ Արդյոք Թեհրանը բավարար անվտանգային երաշխիքներ ունի։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի արևելյան հատվածով անցնող օդային ուղիները վերաբացվել են առավոտյան ժամը 7-ին։ Ծովինար, այս պահին Իրանում տեղի են ունենում արտաքին եւ ներքին թռիչքներ, որոշ օդանավականներ սկսել են իրենց աշխատանքները, սակայն վստահ են, որ չեն կորցնում զգոնությունը, քանզի ամեն պահ կարող է իրավիճակը փոխվել, հաշվի առնելով իրավիճակի փոխրուն լինելու փաստն ու անվտանգության երաշխիքների բացակայությունը։ Սաթենիկ, իսկ ինչ սպասել բանակցությունների հաջորդ փուլից եւ արդյոք այնտեղ է ունենալու մանավանդ, որ իրավիճակը կարծես նորից լարվում է Հորմուզում երթևեկության կասեցման հետ կապված։
Չի շտապի պնդումներ անել, սակայն բանակցությունների հաջորդ փուլի մասին իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ կլինի երկուշաբթի, մինչդեռ Թրամփը խոսում է չորեքշաբթիի մասին։ Կարևորն այն է, որ բանակցությունների սկսելուց առաջ Միացյալ Նահանգները նոր հարձակում չսկսի Իրանի դեմ։ Չի բացառվում, որ երկրորդ փուլից հետո էլ Վաշինգտոնը տարածաշրջանում իր ամերիկյան ռազմական հրամանատարությանը Իրանի դեմ հարձակման նոր հրահանգ տա։ Հետաքրքիր է, որ բանակցությունների արդյունքների վրա մեծ է Նեթանյահուի, այսպես ասած, կարծիքները, այո, ազդեցությունը։ Իդեպ այս մասին հետաքրքիր վերլուծություն էր արել Միացյալ Նահանգներում եւ Իրանում հեղինակություն ունեցող քաղաքական վերլուծաբան Մոհամմադ Մարանդին, ում խոսքից պարզ է դառնում, որ բանակցությունների ընթացքում Վենսը, որը ճուներ մանդատ, փաստորեն անընդհատ հեռախոսազրույց էր ունենում Վաշինգտոնի պաշտոնյաների հետ, այդ թվում նաեւ Նեթանյահուի հետ։ Հետաքրքիր է, որ Ղալիբաֆը, որը մանդատ ուներ բանակցություններում, մինչև բանակցություններն էր զրուցել Մոջթաբա Խամենեի հետ եւ բանակցությունների ողջ ընթացքում չի զանգահարել Թեհրան։ Իսկ AP լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կողմերը սկզբունքային համաձայնություն ունեն, ինչքան հնարավոր է երկարաձգել հրադադարը, գուցե դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու։ Սակայն ակնհայտորեն բանակցային սեղանի շուրջ ավենացել են Լիբանանի հրադադարի թեման եւ Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը, որոնք մինչ այդ չեն եղել։ Եվ բացի միջուկային ծրագրի շուրջ կողմերի միջև եղած տարաձայնություններից, սրանք եւս համարվել են խնդիր հարուցող թեմաներ։ Իրանցի վերլուծաբանները նշում են, որ Վաշինգտոնում իսրայելական լոբին է ազդում որոշումների վրա եւ այդ է պատճառը, որ նրանք բանակցությունների նախորդ փուլից մեծ սպասելիքներ չունեին եւ ակնհայտորեն այս անգամ էլ ակնկալիքները լուրջ չեն, հաշվի առնելով Թրամփի փոփոխական եւ անկանխատեսելի հայտարարությունները։ Կարևոր է այստեղ նկատել Պակիստանի գործողությունները։ Իսլամաբադում կարծեք թե ջանք չեն խնայում լարվածությունը թույլատնելու եւ այս գործում հաջողության հասնելու համար։ Նույնիսկ Պակիստանի վարչապետը բարձր էր գնահատել Թրամփի ջանքերը Լիբանանում հրադադարի հաստատման համար։ Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա Պակիստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև հանդիպում, որից հետո հավանաբար կհայտարարվի հաջորդ հանդիպման մասին։ Սակայն դիվանագիտությանը զուգահեռ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում 6000 զինվորականով ավելացրել է իր ռազմական անձնակազմի թիվը եւ դեռ պատրաստվում է 4200-ով էլ ավելացնել այդ թիվը։ Պատերազմի ընթացքում 50000 զինվորական է ներգրավված եղել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Իդեպ ամերիկյան Ջորջ Բուշ ավիակիրն է մոտենում եւ միանում, այսպես ասած, Աբրահամ Լինկոլն եւ Ջերարդ Ֆորդ ավիակիրներին։ Մինչև նույնիսկ վերլուծություններ են ցույց տալիս, որ այս ընթացքում Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմի վրա ծախսել է 28 միլիարդ դոլար։ Սաթենիկ, այսինքն բանակցությունների մասին խոսակցություններին զուգահեռ նաև Միացյալ Նահանգները ակնհայտորեն ուժ է հավաքում ինչ-որ գործողությունների համար եւ Իրանում դա գիտեն։ Այո, ակնհայտորեն գիտակցում են, որ պետք չէ, այսպես ասած, հույս դնել միայն հայտարարությունների վրա եւ ռազմական տեղաշարժը խոսում է փաստորեն այլ նպատակների եւ ծրագրերի մասին։ Իդեպ այս առումով հետաքրքիր է, որ այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերի հրամանատարներից մեկը խոսել էր Հորմուզի նեղուցի մասին եւ ներկայացրել, որ պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի այլընտրանքային միջանցք է սահմանվել Լարա կղզու հյուսիսը, մինչդեռ հրադադարի պայմաններում, երբ նավերի թիվը աճել է, Լարա կղզու հյուսիսը օգտագործել են միայն մուտքերի համար, իսկ հարավը ելքերի համար։ Մինչդեռ ամբողջ պատերազմի ընթացքում միայն հյուսիսն էր օգտագործում եւ ելքերի եւ մուտքերի համար։ Եվ մեկ կարևոր նորություն, թեպետ կարծում եմ սպասելի էր, եւ Իրանում եւ Իսրայելում խոսում են լրտեսական ցանցերի մասին։ Իդեպ լրտեսական ցանցերի հայտնաբերման մասին, այո, լրատվական գործակալություններն են հայտում։ Իդեպ այսօր Իրանում նշում են ազգային բանակի օրը եւ Մոջթաբա Խամենեին այդ առիթով շնորհավորական ուղերձ էր եղել։ Սաթենիկ, վերջում վերադառնալով Հորմուզին, հիմա փակ է Այս պահին փաստորեն փակ է, որոշ նավեր կարող են անցնել իրանական կողմի թույլտվությամբ ըստ որոշ հայտարարությունների։
Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, զրուցում էի Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Իրան Միացյալ Նահանգներ լարվածության ֆոնին արդյոք իրատեսական են Հայաստանի իշխանությունների թրիփը որպես հաղթաթուղթ ներկայացնելը այն դեպքում, երբ մեր հարևանությամբ ցանկացած սրացում անմիջապես հարվածի տակ գտնի այդ նախագիծը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ թրիփը կարող է դառնալ տարածաշրջանային կայունության գործոն, դրան ավելի լայն միջազգային ներգրավվածության, հատկապես Մոսկվայի եւ Պեկինի մասնակցության դեպքում։ Նախագահ Քոչարյանի խոսքով այս պայմաններում Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե մեկ նախագծի վրա խաղադրույք անելը, այլ ճկուն ու հաշվարկված արտաքին քաղաքականությունը։ Առավել ևս, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացումը կարող է ամբողջությամբ վերաձևել տարածաշրջանային լոգիստիկ պատկերը։ Տրիպը շատ մեծ հարցականի տակ է։ Իրանի դեմ ամերիկյան պատերազմն է հարցականի տակ դրել թրիփի իրագործումը։ Որքան էլ հակառակում համոզի Հայաստանի իշխանությունը, թե պետքարտուղարությունից հավաստիացրել են, թրիփը Վաշինգտոնի օրակարգում է։ Իմ տպավորությամբ խնդրել են Գոսդեպին, որ ինչ որ մի հայտարարություն անեն, որ տրիպը դեռ ուժի մեջ է եւ այլն։ Ուժի մեջ չէ։ Քարոզչական որպես գործիք միգուցե այո, բայց իրականում ոչ։ Քարոզչական գործիք թրիփը օդու ջրի պես է պետք Փաշինյանին։ Այդ ծրագիրը նրա խաղաղության մեխն է, որը հիմա միայն հարվածներ է ստանում։ Քոչարյանի կարծիքով։ Այդ մեխը ծռել է։ Այդ որ sense լավ չեն բանով այդ մուրճը որ լավ չեն խփում մեխին ծռում է, չէ։ Հետո փորձում են ուղղել, հետո մյուս կողմի վրա է ծռում, մի 2-3 անգամ 2-3 կողմի վրա ծռում է, հետո կոտրում է այդ մեխ։ Հիմա այդ տրիպի վիճակը սա է։ Թրամփի ուղու իրագործման միայն մեկ տարբերակ կա ըստ երկրորդ նախագահի։ Միակ շարունակելու տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը։ Ներգրավվել Ռուսաստան, Չինաստան, ներգրավվել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է անցալվում։ Այլ տարբերակ պրոբլեմային է։ Չընդլայնված Թրամփի ուղին Հայաստանի համար շահեկան չէ, այն պարզապես ամերիկյան ծրագիր է Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով, կրկնում է Քոչարյանը։ Եթե չես ընդլայնում, եթե այդ տրիպը չի ասնում երաս, տրիպը չի աշխատում։ Բայց ընդլայնել ոչ թե հակադրվելով իրանցիներին։ Անունը կարող է տրիպ, նույնիսկ կարող է այդ ծրագրի մեջ ամերիկացիք չլինեն ընդհանրապես։ Բայց գաղափարը այդ ամբողջ տրանսպորտային հանգույցը կապել մեկ պարտավորությունների շրջանակներում, մեկ ծրագրի մեջ, ներգրավելով երկրներ, որոնց նկատմամբ Իրանը ունի լավ հարաբերություններ, ես նորմալ եմ սրան նայում։ Սա այն դեպքում, եթե Իրանի պատժամիջոցները չհանվեն։ Բայց եթե Թեհրանն ու Վաշինգտոնը պատժամիջոցների առնչությամբ համաձայնության գան, Իրանը դառնալու է տրանզիտի համար ամենակարճ ճանապարհը Ասիայից Եվրոպա։ Պատրաստ է Հայաստանը այդ սցենարին։ Սա գլոբալ փոփոխություններ է նշանակում այն, ինչ կատարվում է։ Մեզ համար մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններում։ Իրանը կազատվի պատժամիջոցներից, դա կարող է տեղի ունենալ կամ հիմա բանակցությունների այս փուլում, կամ նոր պատերազմից հետո, եթե Միացյալ Նահանգները այդուհանդերձ որոշի իրականացնել ցամաքային հարձակում։ Չեմ բացառում տակ ֆազան, որովհետև Միացյալ Նահանգների վարչակազմը մի քիչ անկանխատեսելի է։ Այնպես ստացվեց, որ աշխարհի ամենից հզոր երկիրը ամենից քիչ կանխատեսելիություն ունի այսօր։ Ինչ կարող է լինի հետագայում կամ օրերի ընթացքում։ Այլ լուծում քան ցամաքային օպերացիա Միացյալ Նահանգները չունի։ Հիմա ցամաքային օպերացիան բերելու ավելի ծանր հետևանքներ են հենց Միացյալ Նահանգների համար։ Երկու սցենար, բայց երկրորդ սցենարը, վատագույն սցենարը, մեկը բերելու է նույն սցենարին։ Ուղղակի ավելի շատ ժամանակ, ավելի մեծ կորուստներով, բայց ինքը ձև չունի չգալու նույն սցենարին։ Ի վերջո պայմանավորվելու է։ Ամերիկա-իսրայելական հարձակմանը ասիմետրիկ է պատասխանել Իրանը, այդ պատասխանով հայտնվելով թելադրողի դերում։ Միացյալ Նահանգներում թվում էր, թե բազենների սպանելով աղավնիներ են գալու իշխանության։ Բայց եթե դու սպառնում ես ոչնչացնել մի քաղաքակրթություն, բազենների սպանելով
միայն ավելի ռադիկալ բազաներ են գալիս իշխանության։ Միացյալ Նահանգների հաշվարկը, թե Իրանի վերնախավը գլխատելով ստանալու է հնազանդ Իրան, ձախողվել է, ըստ Քոչարյանի, Իրանն այս պատերազմից դուրս է եկել ավելի ուժեղացած։ Իրանը զգացել է իր ուժը, իր հնարավորությունները։ Եվ նաև ցույց է տվել մյուսներին։ Եվ ցույց է տվել, որ այո, ինքը պատրաստ է իր պետականության համար, պատրաստ է պայքարել, պատրաստ է զոհաբերության։ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների առաջ նոր հնարավորություններ կբացվեն, եթե Իրանը ազատվի պատժամիջոցներից, համոզված է Քոչարյանը։ Թերեզա Կադաևչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Վաշինգտոնը ևս մեկ ամսով երկարաձգել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների կասեցումը։ Թրամփի վարչակազմը թույլատրել է գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ ու նավթամթերք։ Սա վերաբերում է արդեն լցանավերի մեջ ծովում գտնվող ռուսական նավթին։ Ըստ Reuters-ի, Վաշինգտոնն այդպես ձգտում է զսպել համաշխարհային էներգակիրների ավելի մեծ գնաճը Իրանի դեմ Ամերիկայի-իսրայելյան պատերազմի ֆոնին։ Մինչև մայիսի 16-ը երկրները կարող են ռուսական նավթ գնել չվախենալով ԱՄՆ պատժամիջոցներից։ Այս որոշումը լավ չեն ընդունել Ուկրաինայի դաշնակից երկրները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հիմա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու ժամանակը չէ։ Եվ սարսափելի կադրեր են տարածվում Ուկրաինայից, Կիևի փողոցներում մի տղամարդ կրակ է բացել, ինչի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում երեխա։ Հարձակվողը նաեւ սուպերմարկետ է մտել, պատանդներ վերցրել։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների բանակցողը խանութը գրոհելուց առաջ փորձել է համոզել հանցագործին հանձնվել, սակայն արդյունքի չի հասել։ Գրոհի ժամանակ զինված տղամարդը վնասազերծվել է։ Հայաստանի առաջատար գործատուները կրկին հավաքվել են Մերիդիան Էքսպո կենտրոնում կարիերայի զարգացման, նոր կապերի եւ աշխատաշուկայի հնարավորությունների համար հարթակ ստեղծելու նպատակով։ Երկօրյա փառատոնը այս տարի անցկացվում է 5 սերունդ, 1 ռիթմ խորագրով, միավորելով ավելի քան 100 կազմակերպությունների։ Հայաստանի առաջատար գործատուներին 5-րդ տարին է համախմբում Color City Fest ամենամյա փառատոնը։ Երկօրյա 5 սերունդ 1 ռիթմ խորագրով փառատոնին ավելի քան 100 կազմակերպություն է մասնակցում։ Համախմբել ենք մարդկանց, ովքեր հետաքրված են պարզապես կարիերայով։ Ունենք 10 գոտի, որտեղ լինելու են բազմաթիվ միջոցառումները տարբեր ձևաչափով են, ֆորմատներով, իրենց տարբերակներով, ունենք գրեթե 100 բանախոս։ Երկօրյա փառատոնը հրաշալի հնարավորություն է կարիերայի աճի, նոր ծանոթությունների եւ առաջարկների համար, նշում է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Այս էքսպոն շատ կարևոր է եւ երիտասարդների համար եւ գործատու ընկերությունների համար։ Այստեղ կարող են հանդիպել, միաժամանակ տարբեր ընկերությունների հետ ծանոթանալ եւ այն երիտասարդների համար, ովքեր որ փնտրում են աշխատանք, փնտրում են կայացման ինչ-որ ուղի, սա շատ հրաշալի հարթակ է իրենց ճանապարհը գտնելու համար։ Եթե լայն են բռնում, ստեղից էլի զգում են իրա։ Շատերն են իրենց ուժը փորձում 147 կիլոգրամանոց ծանրաձողի առաջ։ Սա այն քաշն է, որ բարձրացել է ծանրամարտիկը ու դարձել չեմպիոն։ Today everyone makes a choice. Հաջորդ սերնդի ընկերություն, ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին թեմայով, մաստեր կլաս է անցկացնում Google-ի նախկին խոսնակ Դանիել Սիբերգը։ Google-ում աշխատելու իմ փորձը, իսկ հետո նաև հիմնադիր լինելու ճանապարհը ինձ սովորեցրել են, թե որքան կարևոր է ոչ միայն տաղանդավոր մարդկանց ներգրավելը, այլև այնպիսի մշակույթ ձևավորելը, երբ նրանք կցանկանան մնալ ու զարգանալ։ Ես ուզում եմ, որպեսզի ուրիշներն էլ ոգեշնչվեն եւ կարողանան կառուցել ուժեղ ու կայուն թիմեր։ Փառատոնը բաց կլինի այցելուների համար ապրիլի 18-ին եւ 19-ին։ 10-ից ավելի թեմատիկ գոտիներում այցելուները կգտնեն իրենց նախասիրությունները։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, ամուր եղեք։